Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մովսիսյան։ Բարև ձեզ։ Պարոն Մովսիսյան, նախ կուզենամ խոսեք, թե մարզում ընդհանուր առմամբ ինչ աշխատանքներ են արվել, հատկապես սուբվենցիոն ծրագրերից կուզենամ խոսենք եւ նաեւ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրից, որից անմասն չի մնացել նաեւ ձեր մարզը, գիտեմ, որ ակտիվ աշխատանքներ են ընթանում նաեւ այդ առումով, կխնդրեմ ամփոփել, թե այս 1 տարվա ընթացքում մարզում ինչ աշխատանքներ են արվել եւ ինչ շոշափելի ու տեսանելի փոփոխություններ կան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իրականում դուք ճիշտ եք, 2025 թվականը բավականին լեցուն տարի է եղել աշխատանքների առումով եւ թե 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում, թե սուբվենցիոն ծրագրի շրջանակներում աննախադեպ աճ ենք ունեցել եւ բավականին դրական տարի է եղել այդ առումով։ Կարող եմ նշել, որ 2025 թվականին Արագածոտնի մարզում 12 միլիարդ դրամի ծրագիր է իրականացվել, որը 2024 թվականի համեմատ 2 միլիարդով ավել է։ Իսկ եթե մենք համեմատություն անցկացնենք այլ տարիների հետ, սուբվենցիոն ծրագրերը, երբ որ 2018 թվականի ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո արդեն սկսեց համայնքները իրականացնել պետություն համայնք համագործակցության շրջանակներում, Արագածոտնի մարզը առաջին տարում մոտավորապես 1 միլիարդի ծրագիր էր ներկայացրել։ Այսինքն, եթե մենք համեմատություն անցկացնենք, 12 անգամ սուբվենցիոն ծրագրերի գումարը մեծացել է եւ ոչ միայն գումարը, ես կարող եմ նշել, որ 2018-19-ից սկսած, ավելի ճիշտ, այդ տարիների 1 միլիարդ, 2 միլիարդի ծրագրերը բավականին դժվար էին ընթանում, քանի որ ինչպես վարչապետն է նշում, դպրոց կառուցել, մանկապարտեզ կառուցել, մենք բավականին դժվարություններ ունենք շինարարների հետ, քանի որ իրենց ունակություններն էլ բավականին պակաս էր եւ այսպես ասած պատրաստ չէին այն ծավալի շինարարություններին, որը որ կառավարությունը պատվիրակում էր։ Բայց ուրախություն մեծ կարող եմ նշել, որ չնայած նրան, որ 12 միլիարդ դրամի աշխատանքներ է կատարվել, եթե համեմատենք մնացած տարիների, կարող եմ նշել, որ աշխատանքները շատ ավելի արագ են ընթանում եւ շատ ավելի արդյունավետ, քանի որ այն կազմակերպությունները, որ պետական շինարարությունները կատարում են, իրենք ավելի հմտություններ են ձեռք բերել եւ կարողություններն են ավելացրել եւ կառավարության առաջնահերթությունների շրջանակում մեր համայնքները ներկայացնում են ծրագրեր եւ այդ ծրագրերն իրականացվում են։ Իսկ Պարոն Մովսիսյան, քանի որ գիտեմ, որ շատ աշխուժ նաև դպրոցների եւ մանկապարտեզների այդ շինարարության ծրագիրն է գնում, կուզենամ նաև խոսեք, թե ինչ քանակի դպրոցների եւ մանկապարտեզների մասին է խոսքը։ Եթե չեմ սխալվում, վերջինը 2 դպրոցների բացման է անձամբ ներկա եղել մարզում, կուզենամ մի փոքր մանրամասնեք։ Շնորհակալություն, իրականում կարող եմ ասել, որ աննախադեպ ծավալի շինարարություն է իրականում նաև այդ ոլորտում։ Արագածոտնի մարզում 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում 42 դպրոց է կառուցվում։ Որպեսզի պատկերացնենք, ընդհանուր Արագածոտնի մարզում 118 դպրոց կա եւ այդ 118 դպրոցից 42-ը մոտավորապես անում է մեր ամբողջ դպրոցների համարյա թե 50%-ը, որտեղ այնտեղ 18 դպրոցի կարգի չգործող դպրոցներ ունենք, այսինքն մենք 50%-ով արդեն թարմացրել ենք մեր դպրոցների կարողականությունը եւ կարող եմ նշել, որ այն աշխատանքները, որ կատարվում են, հիմա դուք նշեցիք, որ մի քանի դպրոցի բացմանը վարչապետն է ներկա գտնվել եւ ես ինքս մի քանի օր առաջ մեր Արագածավանի դպրոցը արդեն պատրաստ է, բայց բացում չեն կարելի արդեն պատրաստել։ Այն ծավալի աշխատանքները, որ արվել են եւ արվում են, դրա պատուղները դեռ նոր պիտի քաղենք եւ այդ տեսանելիությունը դեռ նոր պիտի երևա, չնայած նրան, որ գիտեմ, որ արդեն այսպես ասած բում է, բայց այդ աշխատանքների հիմնական պատուղները 26 թվականին եւ 27 թվականին կքաղենք, որովհետեւ շինարարության աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Իսկ նախանշված այդ բոլոր աշխատանքները եւ բոլոր այդ կետերը, որ տարվա սկզբում նախանշել եք, բոլոր առաջնահերթությունները հասցրել եք իրագործել տարվա ընթացքում, թե դեռ կան կիսատ, այսպես ասած, գործեր, որոնք սպասում են իրենց ավարտին եւ կամ ընթացքին։
Իհարկե դժվարություններ շատ կան եւ դժվարություններ աշխատանքի ընթացքում լինում են եւ նաեւ շինարարական աշխատանքների ընթացքում են դժվարություններ լինում սուբյեկտիվ եւ օբյեկտիվ առումներով։ Որոշ դեպքում մեր շինարարների կողմից է գալիս անպատասխանատու քայլեր, որը որ օրենքի սահմանում իրենց հետևանքներ են ունենում եւ որոշ դեպքում օբյեկտիվ խնդիրներ են առաջանում տեղանքի հետ կապված, ուսումնասիրությունները, ասենք, լավ արված չի լինում եւ հետագայում դժվարություններ առաջանում, բայց այդ բոլոր խնդիրները հաղթահարվում են։ Միակ դժվարությունը այն է, որ ենթադրենք թե որոշել ենք, որ 2 տարում ընթացքում դպրոցը պետք է պատրաստ լինի, օրինակ 2.5 տարից կամ 3 տարվանից է պատրաստ լինում, բայց այնպես չի, որ որևէ մի դժվարություն, որևէ մի խոչընդոտ մեր կանգնեցնի կամ կառավարության որոշումը չեղյալանի, այսինքն չկա նման բան, մենք մինչև վերջ գնալու ենք այն որոշումների հետևից, որը որ կայացվել է։ Պարոն Մովսիսյան, մի փոքր այլ թեմաներով էլ կուզեմ խոսենք, մասնավորապես անցյալ տարի նույն ժամանակահատվածում հատկապես ընդդիմադիր մամուլի գլխագրերում եք պարբերաբար հայտնվում, ձեր օգնականի հետ կապված այդ հայտնի դեպքը, պարբերաբար մամուլը գրում էր, որ մարզում նախ ընդհանուր առմամբ իրավիճակը շատ լարված է, խոսում էին, որ ձեզ հաշված օրեր է մնացել, փոխարինող են փորձում գտնել ձեզ եւ այսպես շարունակ։ Մենք տեսնում ենք, որ ոչ միայն դա իրականություն չի դարձել, այլ միջև հիմա պաշտոնավարում եք եւ այդ տրամադրությունները ընդդիմադիր մամուլում ինչով էր պայմանավորված եւ հիմա նաեւ մարզում ինչպիսի տրամադրություններ էին։ Այսինքն միշտ խոսվում էր լարվածության մասին, լարված մթնոլորտի մասին, վախի մթնոլորտի մասին։ Գիտեք, մենք արդեն, այսպես ասած, իմունիտետ ենք ձեռք բերել սուտ լուրերի նկատմամբ, որովհետև ես չգիտեմ ինչով է պայմանավորված մեր ընդդիմադիրների այդ տիպի նպատակասլաց սուտ լուրեր տարածելը, երբեմն կարծում եմ, որ արդեն անգան են իրենք ստել, որ իրենց ստին արդեն հավատում են։ Կարող եմ նշել, որ օգնականի հետ կապված այն խոսակցությունները, որ կային դատական փուլում է եւ ինչքան գիտեմ դատը մինչեւ հիմա գնում է, այն գնահատականները, որ ես տվել եմ այն ժամանակ, ոչինչ չի փոխվել, նույն գնահատականները կարող եմ այսօր տալ եւ ես վստահ եմ մեր իրավապահների աշխատանքի վրա եւ վստահ եմ, որ վերջնական հանգուցալուծումը կլինի արդարության եւ ճշմարտության շրջանակում։ Իսկ ինչ վերաբերում է իմ աշխատանքի հետ կապված, իմ աշխատանքի գնահատականը տալիս է մեր ժողովուրդը, մեր կառավարությունը, իդեմս վարչապետի եւ ես ամեն օր փորձում եմ այնպես անել, որ իմ հնարավորությունների սահմանում առավելագույնը իմ պոտենցիալն օգտագործեմ ի նպաստ մեր Արագածոտնի մարզի, ի նպաստ մեր Հայաստանի Հանրապետության։ Եվ ինչպես հաճախ փորձում են ցույց տալ, որ այս կամ այն մարզում կամ այս կամ այն համայնքում լարվածություն կա, նման միտում կա, օրինակ ձեր մարզում կամ որևէ համայնքում լարվածություն կա, ինչպես ասացի, մամուլում հաճախ տեսնում ենք նման գլխագրեր կամ նման ենթատեքստեր։ Ուրախություն մեզ կարող եմ նշել, որ Արագածոտնի մարզում մարզպետարան, մարզպետի աշխատակազմում եւ համայնքի ղեկավար հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա է։ Մեզ բաժին ընկած համայնքի ղեկավարները բավականին արդյունավետ են աշխատում եւ ընտրված են մեր ժողովրդի կողմից, մեր համայնքի բնակիչների կողմից եւ դրա արդյունքում է, որ այդ աշխատանքը շատ լավ է ստացվում եւ կարող եմ նշել, որ չկա մի համայնք, որ մարզպետի աշխատակազմի հետ շատ արդյունավետ չաշխատի եւ ես անձամբ մեր բոլոր համայնքի ղեկավարների հետ ոչ միայն աշխատանքային, այլ նաեւ արդեն վերածրվել է ընկերական լավ հարաբերությունների մեջ եմ, որը ծառայում է ի նպաստ մեր համայնքների ու ընդհանուր տրամաբանությամբ նաեւ ընդհանուր մեր պետության ու պետականությանը եւ նաեւ այս առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր համայնքի ղեկավարներից բոլորից անհատապես իրենց կատարած եւ կատարելիք աշխատանքների համար, որովհետեւ այսօր դեռ տարին չի վերջացել, բայց ես կարող եմ նշել, որ սեփական եկամուտների առումով արդեն Արագածոտնի մարզը 100% կատարել է հավաքագրումները եւ մինչեւ տարվա վերջ վստահորեն մենք կգերակատարենք, որը որ այս տարի կլինի աննախադեպ թիվ, ինչու կարևոր է նաև թե համայնքների զարգացման, թե հավաքագրման տրամաբանության մեջ։
Պարոն Մավշիսյան, կուզենամ անդրադառնանք նաև այլ մեղադրանքների։ Այս տարի մարզը աչքին գավ հատկապես Օհանավան գյուղում Հովանավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Արամի կողմից այդ հայտնի Մայրաթորի կողմից այդ ճնշումներից հետո Տեր Արամի հայտարարությունով հետո վարչապետը որոշեց, որ պիտի գա այդտեղ պատարագի մատուցի, որին ներկայ եք նաև դուք, նախ կխնդրեմ նշեք, թե ինչու եք որոշել մասնակցել եւ այդտեղ էլ շահարկումներ եղան, որ դուք անձնապես մասնակցել եք եւ նաև ճնշումներ եք բանեցրել, փորձել եք որոշակի զանգվածներ գեներացնել, որպեսզի այդ օրը Օհանավան գյուղում կարողանաք, այսպես ասած, մեծականակ մարդկանց բերել եւ զանգվածներ ապահովել։ Կա նման միտում կամ եղել է նման միտում, ինչի մասին են այդ խոսակցությունները, եթե չի եղել եւ ինչու եք անձամբ որոշել մասնակցել։ Նախ ես օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալությունս հայտնել Տեր Արամին իր կատարած աշխատանքների եւ կատարելիք աշխատանքների համար, որովհետեւ պետք է ունենալ մեծ խիզախություն վեր բարձրացնել այն խնդիրները, որ գոյություն ունեն մեր եկեղեցում։ Եվ այսպես ասած, այդ խնդիրները բարձրացնելու երևի թե առաջի ձայնը Տեր Արամը իր վրա վերցրեց եւ ես ձեզ կնշեմ, որ այդ ճնշումներ եղել են, բայց այդ ճնշումները եղել են Տեր Արամի վրա։ Ես երբ որ մի քանի զրույց եմ ունեցել Տեր Արամի հետ եւ այն ճնշումների մասին, որ մենք իր հետ խոսում էինք եւ այն ճնշումները, որ կար իր վրա, իմ համար շատ զարմանալի էր, որ կարող է Մայրաթորում նման աշխատելաոճ լինի։ Իսկ ինչ վերաբերվում է իմ կողմից կամ մարզպետի աշխատակազմի կողմից կատարվող աշխատանքներին, ես որպես հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, ես ինքս տեղյակ լինելով այդ խնդիրներին, ես միացել եմ եւ սատարել եմ Տեր Արամին ու հիմա էլ սատարում եմ Տեր Արամին, մեր սրբազաններին եւ իրենց կողքը կանգնած եմ եւ որպես աջակցություն ես ինքս անձամբ փորձել եմ այն պատարակներին ներկա գտնվել, որտեղ որ մեր հոգևորականները ձայն են բարձրացրել եւ փորձել են առողջացնել մեր Սուրբ Եկեղեցին, որովհետեւ ես լինելով հավատացյալ եւ առաքելական եկեղեցու հետևորդ, կարծում եմ, որ լռելով օգուտ չես տա, այլ մասնակցությամբ եւ սատարելով այն մարդկանց, ովքեր որ ուզում են առողջացնել մեր Մայրաթորը, մեր Սուրբ Առաքելական եկեղեցին, սատարելով այդ մարդկանց, վստահ եմ, որ կստանանք մի հանգուցալուծում, որը որ ել ավելի կուժեղացնի մեր եկեղեցին, ել ավելի կուժեղացնի մեր հավատը եկեղեցու նկատմամբ եւ այդ տրամաբանությամբ մեջ նաեւ կհզորացնի մեր պետությունն եւ պետականությունը։ Պարոն Մավշիսյան, ես ձեր խոսքից ճիշտ հասկացա, չէ՞, որ դուք անձնապես ոչ միայն մի, այլ բազմիցս շփումներ եք ունեցել Տեր Արամի հետ եւ փորձել եք հասկանալ նաեւ իր մտահոգությունները, թե ինչ է կատարվում եւ ինչու։ Ըստ ձեզ ինչու է այդ ամեն ինչը տեղի ունենում եւ հատկապես Տեր Արամի շուրջ եւ ո՞րն է պատճառը, որ Մայրաթորում նման վարքագիծ ունեն Տեր Արամի վերաբերյալ մնացած քահանաները հետո, որոնք հերթով կարգալույց եղան նաեւ։ Իմ շփումների ընթացքում, երբ որ ես շփվում եմ մեր հոգևորական դասի եղբայրների հետ, ես զարմանքով հասկացա, որ այն բարքերը, որ տիրում են եկեղեցում, ոչ միայն հարյուր չեն հոգևորական կյանքին աշխարհին, այլ նաև հարյուր չեն ոչ մի այլ համակարգի, որը որ կարող է իր մեջ նման մեծ զանգվածներ պարունակել, այսինքն փոխհարաբերությունները մեր եկեղեցականների հիմնված եղել վախի մթնոլորտի մեջ եւ եթե դու այդ ուղիղ այսպես ասած հրամայականին չես ենթարկվել, դու միանշանակ անտեսված ես եղել եւ բազմաթիվ պատժամիջոցներ են կիրառել։ Իսկ ինչ է դա, այսինքն, եթե դու քաղաքական իշխանությունների որևիցե մի անձի նկատմամբ օրինակ ունես դրական վերաբերմունք, դու ունես, ասենք, քաղաքական պատկերացում, բայց ինքդ հոգեվոր կյանքով ես ապրում, Տեր հայրես, դու իրավունք չունեիր, որովհետեւ այդ դեպքում քեզ կարող էին ոչ միայն կարգալույց անել, այլ կարգալույցից առաջ կարող էին ուղարկել որպես պատժամիջոց հեռու եկեղեցի կամ վերաբերմունքը քո նկատմամբ այնպես լիներ, որ դու անտեսված զգայիր եւ ի վերջո այլ աշխատանք մանգայիր, ինչպես նաեւ մեր այլ եղբայրներ, որ այդպես են վարվել։ Իսկ Տեր Արամի հարաբերությունը նրանում էր, որ ինքը իր մեջ ուժ գտավ եւ բարձրաձայնեց այդ բոլոր խնդիրները, որ
ուղղված է եղել իրեն, որ մասնակցեք, ընդհանրենք ես քաղաքական հավաքին, չմասնակցելու դեպքում խնդիրներ կունենաք ընդհանուր ընտանիքների անդամներով։ Եվ պատկերացրեք, որ մեր եկեղեցում տեղ են ունեցել նման երևույթներ ու ցավոք սրտի այս հարցերը դուք նշեցիք ընդդիմադիր լրագրողների մասին, երբեք ոչ մեկին չի անհանգստացնում, որ ասեն կարող են մեր տեր հայրներին զանգել ուղիղ ձևով եւ ասեն ձեր ընտանիքի անդամներով օրինակ կմասնակցեք այս ինչ հավաքին։ Ասենք այս վերաբերմունքը, այս մոտեցումը չի անհանգստացնում այն մարդկանց, ովքեր որ կարող են բարձրաձայնել օրինակ իմ մասնակցությունը որևիցե մի պատարագի։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ես որևիցե մեկին ուղղորդել եմ մասնակցել պատարագի, թե չէ, ասեմ ես անձամբ իմ ընտանիքով մասնակցել եմ պատարագին, ոչ միայն նրա համար, որ ես ինքս ոչ հաճախ, բայց երբեմն մասնակցում էի պատարագներին, այլ նաև ի աջակցություն այդ մարդկանց։ Եվ չեմ բացառում, որ իմ մասնակցությունը նաև կարող էր այլ մարդկանց մոտիվացնել, որ իրենք էլ գային մասնակցեին, բայց ես անձամբ երբեք ոչ մեկին չեմ ասել, որ դուք մասնակցեք պատարագին կամ ուղղորդեմ, որ գան։ Բայց ոնց որ ես եմ այս մտորումներն ու խնդիրները կիսում, վստահորեն մենակ ես չեմ, որովհետև Հայաստանի Հանրապետության հավատալու ժողովրդի ծանրակշիռ մեծամասնությունը այս խնդիրների մասին տեղյակ է եւ այս խնդիրներով ապրում է եւ փորձում են հնարավորության սահմանում աջակցել։ Պարոն Մովսիսյան, քանի որ օրերս դուք նաև էջմիացնում եք 10 եպիսկոպոսների այդ հայտնի կոչից հետո, այսինքն դուք կիսում եք այդ օրակարգը, որ ամենայն հայոց կաթողիկոսը պիտի հեռանա։ Ինչով է դա պայմանավորված։ Այսինքն դա պայմանավորված է միայն նրանով, որ նաև վարչապետն է այդ մասին խոսել, թե դուք էլ ունեք այն համոզմունքը, որ եկեղեցում, հատկապես եկեղեցու վերնախավում խնդիրներ կան։ Գիտեք, ես էջմիածնում ցավոք սրտի անձամբ չկարողացա մասնակցել, որովհետև աշխատանքային ժամի էր հավաքը տեղ ունեցել, բայց ես վստահեցնում եմ, եթե աշխատանքային ժամ չլիներ, ես անձամբ այնտեղ կմասնակցեի հավաքին, որովհետև աջակցում եմ մեր եպիսկոպոսների բարձրաձայնին եւ ես վստահ եմ, որ այս ամեն ինչի հանգուցալուծումը կլինի, երբ որ Կտիչ Ներսիսյանը հեռանա, որովհետև հիմա մենք ունենք ճգնաժամ եւ այս ճգնաժամը ես մոտավորապես նմանացնում եմ 2018 թվականի ոչ բռնի Թավշյա հեղափոխության այն հատվածին, որ արդեն մի վիճակ էր ստեղծվել, որ հանգուցալուծումը միակ Սերժի հրաժարականն էր։ Այս պարագայում էլ ստեի հանգուցալուծումը մենակ Կտիչ Ներսիսյանի հրաժարականն է։ Բայց մենք տեսնում ենք, որ Գարեգին բան այդ առումով ավելի համառ է եւ չի պատրաստվում։ Գիտեք, համառությունը ժամանակի բնույթ է կրելու եւ այդ համառությունը, եթե ի վնաս է եկեղեցուն, ի վնաս է քո ժողովրդին, այդ համառությունը գլուխ գովալու բան չի։ Հանգուցալուծումը մենք բոլորս է գիտակցում ենք, որ դա է լինելու։ Եվ եթե դու կարող ես դու քո որոշումով օգուտ տալ քո եկեղեցուն, քո ժողովրդին, կարծում եմ օր առաջ այդ որոշումը պետք է կայացնես։ Իսկ ինչ վերաբերում է ինչի եմ ես այդ կարծիքին եկել, գիտեք, եկեղեցու հետ կապված խնդիրները, ճիշտ է դուք ասացիք վարչապետը բարձրաձայնեց, բայց մինչև վարչապետի բարձրաձայնելը, եթե դուք ուշադիր լինեիք, վարչապետի բարձրաձայնելուց հետո այնպես շոկային վիճակ չեղավ մարդկանց մոտ։ Գիտեք ի՞նչ եղավ, որովհետև բոլորս ենք տեղյակ այդ խնդիրներից։ Թե նրա մասին, որ Կտիչ Ներսիսյանը զավակ ունի, թե նրա մասին, որ վատ բարքեր են տիրում եկեղեցում, ուղղակի որպես հավատավոր հետևորդ վարչապետը իր վրա վերցրեց, ինքը բարձրաձայնեց այդ ամեն ինչը։ Վարչապետը հնարավոր է որ այլ մարդ բարձրաձայներ եւ այդ կարծիք էլի կիսեին լիքը մարդիկ, բայց ես անձամբ մինչև վարչապետի բարձրաձայնելն էլ ես մի անգամ հարցազրույցում ասել եմ, այդ խնդիրների մասին տեղյակ եմ եղել։ Ես համաձայն եմ, որ առաջինը ես չեմ բարձրաձայնել, բայց դա չի նշանակում, որ այդ խնդիրներին մենք պետք է աշկ փակենք ու пассивություն ցուցաբերենք, որովհետև այդ խնդիրները բերում են այլ խնդիրների, որը որ հնարավոր է շատ ավելի կատաստրոֆիկ վիճակի հանգեցնեն։ Եվ այսօր բազմաթիվ մարդիկ խոսում են այլ կրոնների հետ կապված մեր ժողովրդի մասնակցությանը, այդ ինչի հետևանք է, որովհետև եկեղեցին իր ֆունկցիոնալ դերակատարումը հոգևոր կյանքը չի ապահովել այնպես, որ մեր ժողովուրդը այլ տեղեր հոգևոր կյանքի բավարարվածության համար այլ եկեղեցիներ ման չկա։
բայց մենք ունենք մեր եկեղեցի հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որի հետևորդն ենք, որը մենք պաշտում ենք մեր եկեղեցուն եւ մենք չենք կարող անտարբեր լինել եւ չենք կարող չառողջացնել մեր եկեղեցին եւ վստահեցնում եմ ձեզ, որ հանգուցալուծում լինելու է, այդ հանգուցալուծումը լինելու է ի օգուտ մեր եկեղեցու։ Պարոն Մովսիսյան, բայց ամեն դեպքում տարօրինակ չէր, որ նաև վերջին լուրերը նկատի ունեմ այն հրապարակումները եւ ծգախնազերծումը, որ Եզրաս Ներսիսյանը հանդիսանում է պակ գործակալ, դա էլ առանձնապես մեծ այդպես շոկային չընդունվեց հանրության կողմից։ Այսինքն տպավորություն էր, որ դա շատ սպասելի էր, ավելին ընդդիմության որոշ շրջանակներ, խորհրդարանական ընդդիմությանը նկատի ունեմ Դաշնակցությունը, որոշ ընդդիմադիր գործիչներ լծվեցին Եզրաս Ներսիսյանի պաշտպանությանը, մայրաթորից արձագանք չեղավ, միայն Ասողիկ Կարապետյանը հայտարարեց, որ այո ժամանակին այդ կերպ հոգևորականները նաև ծառայել են իրենց հայրենիքին, դա բխել է հայրենիքի պետության շահերից։ Հիմա առնվազն տարօրինակ չէ, որ նախ մայրաթորից նման արձագանքներ ենք լսում, հանրության կողմից էլ էլի ասում եմ, կարծես թե շոկային չընկալվեց այդ լուրը։ Դες հասկացա։ Գիտեք ինչն է հետաքրքիր, ինչի շոկային չառաջացավ, որովհետև լռելային մեր ժողովուրդը այն երևույթների մասին, որ վարչապետը բարձրաձայնում է, այսպես ասած ոնց որ թե բոլորս է գիտենք, բայց ընդունված է, որ այդ մասին պետք է չխոսել։ Այսինքն երևույթներ, որից տեղյակ են օրինակ 3 միլիոնից 2.5 միլիոն մարդ, բայց ընդունված է, որ դրա մասին պետք չի խոսալ, չի կարելի խոսալ, բայց դա գիտենք, որ դա տենց է։ Ինձ թվում է, նաև Եզրասի KGB-ի անդամ լինելու հետ կապված հարցնել, շատերը գիտեն, եւ եթե նույնիսկ այդ թուղթը չեն տեսել, մեծ գաղտնիք չի, քանի որ այն վարած այսպես ասած քաղաքականությունը ակնհայտ երևում է մարդկանց ուղղության, քաղաքական ուղղության իրենց վարած աշխատանքի եւ հայամետ եւ պետականամետ չէ։ Այդ առումով ես վստահ եմ դրա համար այդպես շոկային երևույթներ տեղի չի ունենում, որովհետեւ մենք վարչապետը բարձրաձայնում է մի բան, որը բոլորս տեղյակ ենք, այսպես ասած, ուղղակի չենք խոսել, ուղղակի ինքը առաջինն է այդ մասին բարձրաձայնում, բայց ուրախություն մեզ, որ բարձրաձայնելուց հետո մեր ժողովուրդը հետևողականորեն այն օրակարգը, որը որ վարչապետը բերել է ու այդ օրակարգը բոլորինս է, այդ օրակարգի հետևից մեր ժողովուրդը գնում է եւ վստահորեն այն օրակարգերը, որ առողջացնելու թե մեր եկեղեցին եւ հզորացնելու մեր պետությունը, այդ օրակարգները իրենց դրական հանգուցալուծումն են ունենում։ Այսինքն Գարեգին բն մնալու տարբերակ չունի, ես ճիշտ հասկացա։ Այլընտրանք չկա, այս ճգնաժամը հանգուցալուծում ստանալու է եւ 1700-ամյա եկեղեցին, ինչպես որ բազմաթիվ անգամներ մեր ընդդիմադիր գործընկերները նշում են, որ ինչպես կարելի է 1700-ամյա եկեղեցին գործերի մեջ մտնել, բայց ինչպես է հնարավոր 1700-ամյա եկեղեցին փչացնել, պղծել, անհնար է դա։ Առողջացում լինելու է այս 1700-ամյա եկեղեցին դառնալու 3400-ամյա եկեղեցի ու իր ճիշտ բարքերով եւ ճիշտ շարժուձևով եւ մեծ հոգեվոր արժեքներով, որովհետեւ այդ հոգեվոր արժեքներն են, որ 1700-ամյա եկեղեցում պահել են, պահպանել են եւ մեր եկեղեցին միշտ հզոր է եղել եւ առողջ է եղել իր առողջ մտածելակերպով եւ վեհ հոգեվոր կյանքով։ Պարոն Մովսիսյան, շատ կուզենամ խոսենք նաև խաղաղության օրակարգից։ Գիտեք, օգոստոսի 8-յան իրողությունները ամբողջությամբ փոխեցին պատկերացումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ կապված, բայց այստեղ էլ կարծես թե հանրության լայն զանգվածներին դա շատ ոգևորել է, ուրախացրել է, ի վերջո շատ սպասված է խաղաղությունը մեր տարածաշրջանում, բայց ընդդիմությունը դրա հետ կռիվ է տալիս վերջին 6 ամիսներին, փորձում է ապացուցել, որ դա անարժանապատիվ խաղաղություն է կամ իրենց բարերով ասած այդ խաղաղությունը արժանապատիվ չէ։ Հիմա խոսում են, որ եթե իրենք գան կկարողանան բերել արժանապատիվ խաղաղություն, ճիշտ խաղաղություն կկառուցեն Ադրբեջանի հետ եւ այսպես շարունակ։ Ընդհանուր առմամբ խաղաղության օրակարգի հետ կապված ձեր մոտեցումը, դիրքորոշումը ինչպիսին է եւ նաեւ մարզում եթե նմանատիպ տրամադրություններ հասցրել եք շոշափել եւ նաեւ հանրության հետ շփումների ընթացքում որևէ արձագանք եք ստացել, կուզենամ կիսվեք նաեւ այդ տպավորություններով։ Գիտեք, օգոստոսյան 8-յան խաղաղության նախապայմանագրի ստորագրությունից հետո այն ինչ որ բերել է օգոստոսի 8-ը Հայաստանի Հանրապետությանը, շոշափելու ձևով ես որպես արագածոտնի մարզպետ կարող եմ ասել, որ ես հողի վրա եմ տեսնում։
այսինքն առանց չափազանցնելու օգոստոսի 8-ից հետո Արագածոտնի մարզում եւ վստահ եմ ոչ միայն մեր մարզում, նաեւ մնացած մարզերում, նաեւ Երևան քաղաքում ուղղակի ես մարզի հաշվետվությունները գիտեմ, դրա համար մարզի անունից շատ ավելի վստահ կարող եմ ասել, Արագածոտնի մարզում հողերի նկատմամբ հետաքրքրվածությունը, մեր դրսից մեր հայրենակիցների հետաքրքրվածությունը բիզնեսի նկատմամբ Հայաստանում մեծ ծավալների ներդրում անելու Ընդհանուր թե մեր բիզնեսմենների հետաքրքրությունը լայնացնելու, մեծացնելու իրենց բիզնեսները կրկնակի եռակի ավելացել է։ Դա խոսում է մի բանի մասին, որ խաղաղությունը վստահություն է բերում տնտեսվարողներին իրենց ներդրումները, մեծ ներդրումներն անեն Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այդ օրվանից հետո ես ձեզ վստահեցնում եմ, որ Արագածոտնի մարզում առանց չափազանցնելու ես կարող եմ մի 10 ավելի մեծ ներդրումներ նշել, որ օգոստոսի 8-ից հետո նոր ներդրումները որոշել են, որ պետք է անեն, եւ ես վստահ եմ, որ իրենց որոշման հիմքում հիմնականում օգոստոսի 8-ի հայտարարությունն է եղել եւ խաղաղության օրակարգը դա այն օրակարգն է, որը որ մեր ժողովուրդն է թելադրել մեզ։ Երբեմն թվում է, որ ասելով, որ խաղաղությունը կեղծ է կամ փորձելով տարբեր վատ ձևով ներկայացնել հնարավոր է ժողովրդին խաբել, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր ժողովուրդը շատ իմաստուն է եւ մեր ժողովրդի որոշումները միշտ իր փորձից է գալիս եւ այն որ խաղաղության օրակարգը մեր ժողովուրդը կիսում է ու դրա հետ համաձայն է խոսում է նրա մասին, որ մեր հանդիպումները մարզում համայնքներում առաջին հարցը կամ վերջին բաժանվելուց խոսույթը ամենակարևորը երկրին խաղաղություն լինի, մնացածը կարգավորվի։ Այդ մեր ժողովրդի հիմնական տարեցների ու այն մարդկանց անհանգստացնող հարցն է, որ չնայած նրան, որ գործերը քննարկում ենք, ներդրումները, ենթակառուցվածքների բացումը, բայց վերջի խոսքը մեր ժողովրդի ամենակարևորը խաղաղություն լինի։ Այս խաղաղության օրակարգն է, որ պետք է հզորացնի Հայաստանի Հանրապետությունը, խաղաղության օրակարգն է, որ պետք է մեզ ճկունություն հաղորդի, որ մենք փորձենք մեր այն ծրագրերը, որ գոյություն ունեն, վերջացնենք, իսկ եթե չունես խաղաղություն, մնացած բոլոր հարցերը երկրորդային, երրորդային են դառնում, եւ ես վստահ եմ, որ խաղաղության օրակարգը 26 թվականի ընտրություններին հաղթելու է, որովհետեւ մեր ժողովրդի ցանկությունն է դա եւ այդ օրակարգը ժողովուրդն է բերել։ Այսինքն որքան էլ փորձեն նսեմացնել այնուամենայնիվ ընդդիմությունը այդ օրակարգը հանրության մոտ կա անցալում թե գետնի վրա ինչ է կատարվում եւ արդյոք ինչ դեր ու նշանակություն ունի, ճիշտ հասկացա դա։ Նույնիսկ իմ կարծիքով իրենք էլ արդեն հասկացել են դա ընդդիմությունը, որովհետեւ երբեմն հարցազրույցների ժամանակ ես լսում եմ, որ իրենք իրենց մեջ խոսում են, ասում են, դե խաղաղության ժողովուրդը խաղաղություն է ուզում, մենք պետք է այլ ձևով հանդես գանք, որ մենք էլ ենք խաղաղություն բերելու, ուղղակի ավելի բարձր մակարդակ ինչպես արժանապատիվ խաղաղություն ենք բերելու ու ես այս խոսքերը բառերը ինքը հասկանում եք չասես օրակարգդ, չասես ինչ քայլերով ես անելու, ուղղակի արժանապատիվ բառը ավելացնես, դրանով չես խափի մեր ժողովրդին, որտեվ հասկանում է մեր ժողովուրդը, որ խաղաղությունը բերում են համբերությամբ, խաղաղությունը բերում են կշռադատված ձևով, ինչպես որ հիմա մենք ենք վարում մեր կառավարությունը, մեր արտաքին քաղաքականությունը վարման մեջ առաջնորդվում եւ այսպես ասած ինչ որ մի հայտարարությանը կոպիտ արձագանքելով չի որոշվում քո պետությանը սիրելն ու քո պետության հարցերին անհանգստանալու ձևը, այլ կշռադատված, հանգիստ, համբերատար ձևով խաղաղության օրակարգ թելադրելն է, որը որ եւ մենք փորձում ենք անել։ Պարոն Մովսիսյան, կհիշեք օգոստոսի 8-ից հետո քիչ չէին պնդումները, որ այդ համաձայնությունները պարզապես թղթի վրա էլ կմնան, Ադրբեջանը այն երկիրը չէ, որ գնա իրական գետնի վրա խաղաղության եւ այսպես շարունակ։ Ադրբեջանը վերացրեց տարանցման արգելքը Ռուսաստանից, ապա նաեւ Ղազախստանից ցորենը եկավ հասավ Հայաստան։
Այստեղ էլի շահարկումները ավելի շատ նրա մասին էին, որ այդ ցորենը 3-րդ կարգի էր, թե 4-րդ կարգի էր, հիմա արդեն ադրբեջանական նավթամթերք է եկել Հայաստան։ Շահարկումները կրկին չեն դադարում, որ դա ադրբեջանական նավթամթերք չէ, հնարավոր է դա 3-րդ երկրից վերցրած նավթամթերք է, որը Ադրբեջանի միջոցով կրկին հասնում է Հայաստան, եւ այսպես շարունակ։ Եթե այս շահարկումները մի կողմ թողնենք 3-րդ կարգի ցորեն է, թե 3-րդ երկրից եկած նավթամթերք է, ադրբեջանական նավթամթերքը Հայաստան գալը դա քաղաքական ինչ նշանակություն ունի առհասարակ եւ նաեւ ցորենի մասով էլ կուզենամ անդրադառնալ։ Գիտեք, այն մարդիկ ովքեր որ շահարկում են այդ հարցը, այնքան անտեղյակ են, այնքան ժողովրդի հետ չեն շփվել, որ նույնիսկ չգիտեն, որ հացը, լավաշը, սովորական հացը թխելու համար ոչ միայն բարձրորակ որակի ցորենա պետք, ալյուրա պետք, այլ նաև պետք է խառնուրդ անես, որպեսզի լավ հաց ստանաս։ Հիմա հաց թխողները ես շատ լավ գիտեմ, հաց թխողներին շատ լավ հասկանամ, որովհետև մենակ այսպես ասած վիշի սորտից չես կարող նորմալ հաց ստանալ, պետք է խառնուրդ ունենաս։ Եվ այդ ինչ շահարկում է, որ այս ինչ կարգի ցորեն են բերել։ Ասենք ես որպես տնտեսվարող ինձ ցորենա պետք, հնարավոր է որ ինձ երբեմն գիտեք, չէ, որ աղբից ստանում են լուրջ, չգիտեմ, արժեքներ։ Հիմա տնտեսվարողին այդ ցորենն է պետք եղել, այդ ցորենն են բերել, ասեն ինչ տպավորություն է, որ ասենք առաջի սորտի ցորեն լիներ, դե ասեն առաջի սորտի ցորենը մի տեղափոխեք, մենք մենակ 7-րդ սորտի ասենք ցորենն ենք թույլ տալիս։ Այսինքն այս տրամաբանությունը ես ուզում եմ հասկանամ, երբ որ ուզում են քննադատել այդ մարդկանց շրջապատում չկա մի մարդ, որ ասի ժողովուրդ, այս ինչ քննադատելու հարց է, այսինքն ցորենը վատն է եղել կամ լավն է եղել կամ որ սորտի է եղել։ Ստե հարցը ենթակառուցվածքի մասին է, տեղափոխման մասին է, թե վագոնի մեջ ինչ ցորեն է եղել, ոսկե է եղել, բրիլյանտ է եղել, դա չի քննարկում։ Այս անգամ ցորենը հնարավոր է որ մյուս անգամ օրինակ չգիտեմ, շոր բերեն կամ միգուցե այլ բան կամ հակառակը, հիմա այդ քննարկումը ես մինչև հիմա չեմ հասկանում։ Իսկ ինչ վերաբերում է նավթամթերքին, մասնավորապես բենզինին, իհարկե, որտեղից որ հարմար է էժանը եւ նաեւ այս ամեն ինչը կնպաստի ել ավելի շուտ այս մեր խաղաղության օրակարգի հաստատմանը, ել ավելի շուտ մեր հարաբերությունների կարգավորմանը, որը որ անհրաժեշտ է, որպեսզի մեր ժողովուրդները այն ինչը որ կառավարությունները մատնանշել են, շատ ավելի շուտ այդ երևույթները տեղ գտնի մեր ժողովրդի մեջ, որովհետև այսպես ասած այդ օրակարգը, որը որ ես արդեն ասացի, որ վստահորեն մեր ժողովուրդն է բերել, այդ օրակարգն է, որ մեր պետությունը հզորացնելու է, զարգացնելու է եւ այդ փոխհարաբերությունները, այդ աշխատանքային նաեւ առևտուրը այդ ավելի խթան է հանդիսանալու, որ այս ժամանակաշրջանը, այս անցումային ժամանակաշրջանը ավելի արագ անցնենք եւ ավելի սահուն անցնենք։ Եվ պարոն Մովսիսյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ 2026 թվականը շատ կարևոր տարի է, հատկապես ընտրական տարի է, խաղաղության օրակարգը հաղթելու է ըստ ձեզ, տեսեք նախընդհանուր առմամբ մարզում ինչ աշխատանքներ եք նախատեսում, առաջնահերթությունները որոնք են լինելու 2026 թվականի համար եւ նաեւ ինչպես եք այդ աշխատանքները մատուցելու, որպեսզի դրանք նախընտրական տրամաբանության մեջ չդիտարկվեն եւ շահարկումների տեղիք չտան, քանի որ արդեն ուժեր կան, որ օրինակ մեր ձևովից խոստանում են, որ Սամվել Կարապետյանը եթե գա 100,000-ավոր մարդկանց աղքատությունից հանելու է եւ այսպես շարունակ։ Այսինքն ինչպես եք տանելու այդ աշխատանքները մարզում, որ ժողովրդական լեզվով ասած հանրությունն էլ թացը չորից տարբերի եւ իրական խոստումը իրականությունից նաեւ տարբերի։ Գիտեք, ես ընդունում եմ, որ մենք որոշ առումով թերացել ենք մեր արածները ցուցադրելու հարցում, որովհետեւ այն ծավալի աշխատանքներ, որ կատարվել են հեղափոխությունից հետո, ոչ միայն 30 տարի, ես կարող եմ նշել 2 տարվա ընթացքում կատարված աշխատանքները 30 տարում չի արվել։ Բայց ցավոք սրտի մենք համենայն դեպս կարծում եմ, որ այդ հարցում որոշ առումով թերացել ենք եւ չենք կարողացել այնպես ներկայացնենք մեր աշխատանքները, որը որ պետք է։ Բայց ուրախություն մեզ մեր ժողովուրդը, երբ որ դուրս է գալիս իրենց բակ, հետո իրենց գյուղով քայլում է կամ գնում է իրենց քաղաք, համայնք, այդ թաքցնելու բան չի, այսպես ասած, ասեղ չի մեր շոքի մեջ, հնարավոր չի թաքցնել։
տեսնում եմ, որ նոր դպրոց, նոր մանկապարտեզ, այն ճանապարհները, որ գնում են վերանորոգված եւ արդեն իդեալական։ Եվ երբեմն շահարկումներ են գնում, ասում են ասֆալտ, մենակ ասֆալտն են։ Ժողովուրդ, եթե ասֆալտի վիճակը վատ է, ենթակառուցվածքներից ամենակարևորը դա ճանապարհի ենթակառուցվածքներն են, որը որ արագացնում է կյանքը, խթանում է տնտեսական զարգացման հարցում եւ այն ճանապարհը, որ այն ժամանակ չէին կարողանում անցնել 5 ժամ ու կեսում, հիմա հնարավոր է անցնել 10 րոպեում։ Այսինքն հարագացել է կյանքը։ Դրա հետ մեկտեղ նաև խթանում է տնտեսության զարգացմանը։ Եվ ես վստահ եմ, որ այս օրակարգը, որ 26 թվականի ընտրությունները միանշանակ հաղթական ավարտ ունենան, դա մեր ժողովրդի շոշափելի ամենօրվա կյանքի վրա տեղի ունեցած փոփոխությունների արդյունքն է։ Եվ այն խնդիրներն ու այն խնդիրները, որ տասնամյակների ընթացքում չի լուծվել, այսօր լուծվում է եւ չկա մի գյուղ, չկա մի համայնք, որ շոշափելի աշխատանք չկատարի եւ իրենց մաշկի վրա չզգան։ Այդ առումով ես վստահ եմ, որ 26 թվականին մեր ժողովուրդը ցույց կտա, որ ցեղ շպրտելով եւ այդքան լավ այդ տեսլականով մեր ընդդիմությունը նույնիսկ այն ձայները, որ 21 թվականին են ունեցել, նույնիսկ այդ ձայները չի ունենալու եւ ես մեծ սիրով կուզենամ, որ մենք գանք մի ժամանակներ, որ ունենանք մի այնտիպի առողջ ընդդիմություն, որը կմտածի իր ժողովրդի մասին եւ քննադատություններն ու խնդիրների բարձրացումը միտված կլինի ժողովրդի մասին մտածելով, այլ ոչ թե զուտ իրենց նեղ անձնական խմբային շահերը պաշտպանելու եւ այն, որ մարդիկ արդեն չեն կարողանում ոնց որ ապրել են ժամանակին այդ գումարները ժողովրդից շորթել, այդ տրամաբանությունից դուրս գան եւ ցանկանալով շնորհակալություն հայտնել նաեւ մեր ժողովրդին այդ առումով ես վստահեցնում եմ, որ մեր ժողովուրդը շատ իմաստուն է եւ ես շնորհակալ եմ, որ իրենք այս լրատվական, այսպես ասած, տերորի մեջ էլի հասկանում են, որ իրենց փորձում են խաբել եւ վստահ եմ, որ այս դժվարությունների մեջով անցնելուց մեր ժողովուրդը թույլ չի տա, որ իրեն խաբեն։ Պարոն Մովսիսյան, փորձեմ ամփոփել, դուք ձեր խոսքում ասացիք, որ առողջ ընդդիմություն այնուամենայնիվ չի ձևավորվում։ Ըստ ձեզ ո՞րն է խնդիրը, որ ամեն դեպքում չկան այդ առողջ ուժերը, ինչպես դուք ասում եք, առողջ ընդդիմությունը, այլ հիմնականում ընդդիմադիր դաշտը փորձում են, այսպես ասած, զբաղեցնել մարդիկ, ովքեր քաղաքականությունը դիտարկում են որպես վահան, այսինքն իրենց քաղաքականությունը պետք է որպես քաղաքական վահան, որպեսզի իրենց ապօրինի գույքը պաշտպանեն եւ ամենատարբեր այդ քրեական գործերով, որ անցնում են, փորձեն դա տեղավորել որպես քաղաքական հետապնդում։ Ինչով է պայմանավորված։ Դա նաև ձեր քաղաքական ուժի ինչ որ իմաստով սխալ է եւ թերությունները չի։ Գիտեք, տեսակի խնդիր է։ Հիմա մեր հիմնական դիմադիր քաղաքական գործիչներ այն մարդիկ են, ովքեր տարիների ընթացքում այս երկիրը այսպես ասած շորթել են, ինչ հնարավոր է անել, այս երկրից փոկելու վերցրել են։ Այդ մարդիկ են հիմա զբաղված ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ եւ իրենց տեսակը այդպեսին է, չի հնարավոր չի փոխվել։ Եվ այն որոշ մարդիկ, ովքեր կարող են առողջ քննադատությամբ զբաղվել, քանի որ հիմնական ռեսուրսը այս մարդկանց ձեռքում է, լրատվական միջոցներն իրանց մոտ է, այդ մարդիկ ձայն չունեն եւ դրա համար առողջ ընդդիմություն չի ձևավորվում, բայց ես վստահ եմ, որ քիչ-քիչ սերնդափոխություն լինելով նաեւ արդեն առողջ ուժեր կգան ու Իսկ ճիշտ չի այս մարդկանց օրենքի ուժով հենց դուրս դնել։ Դե գիտեք, միանշանակ համաձայն են, որ այդտեղ որոշ առումով դանդաղել ենք, որոշ առումով սխալներ ենք ունեցել, բայց ես ձեզ ասեմ, որոշումը եղել է կշռադատված եւ գաղտնիք չի եղել, վարչապետը ինքը ասել է, որ չի լինելու վենդետա, եւ այդ տրամաբանության մեջ մենք հասկացել ենք, որ եթե այն ինչը որ մենք գիտենք, որ այս մարդը օրինակ ամբողջ կյանքում զբաղվել է կոռուպցիայով, չգիտեմ, իր գործունեությունը հակապետական ա եղել։ Եթե մենք ինքներս որպես քաղաքական թիմ որոշումներ կայացնենք եւ այդ մարդկանց օրինակ բանտարկենք, մենք ինքներս լավը չենք դառնա դրանով։ Այդ ամեն ինչը պետք է լինի ինստիտուցիոնալ։ Եվ այդ ինստիտուցիոնալ դատարանները եւ
Հակակոռուպցիոն կոմիտեն, ԱՊՕ-ի գույքի բռնագանձման օրենքը եւ այդ ամեն ինչ ինստիտուցիոնալ հունի վրա արդեն հիմա դրված է եւ ես վստահ եմ, որ այն ինչը որ կիսատ է մնացել իր հանգուցալուծումը կստանա եւ արդեն ինստիտուցիոնալ ձևի եւ չի լինի մի վիճակ, որ երբ որ սուբյեկտիվ մոտեցումների արդյունքում այդ արդարադատությունը լինի, վստահորեն լավ տեղ չի տանի։ Դրա համար մենք ընտրեցինք ինստիտուցիոնալ ճանապարհը, չնայած որ ցավալի էր եւ քննադատություններով լեցուն, որովհետեւ մեզնից մինչեւ այսօր երբեմն պահանջում են, որ այն մարդիկ, ովքեր որ հարստահարել են մեր ժողովրդին պատիժ ստանան, բայց մենք այդ քննադատությունները լսելով տարանք եւ ստացանք մի ինստիտուտ, որը վստահորեն արդեն հանգուցալուծում կտա այդ բոլոր բադ երևույթներին։ Շնորհակալ եմ, պարոն Մովսիսյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ, կհանդիպենք։